Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն է այսօրվա իմ հյուրն է Armenia 2026 նախաձեռնության ղեկավար Նարեկ Մանուկյանը։ Պարոն Մանուկյան, շնորհակալություն մեզ հյուրն կալվելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Նոյեմբերի 30-ին տեղի է ունենալու ձեր հիմնած հայկական ճանապարհ կուսակցության հիմնադիր նիստը, բայց դուք 2019 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2025 թվականը զբաղեցրել եք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Բավականին լուրջ պաշտոն է առողջապահության ոլորտում, ինչու էր պայմանավորված այս կտրուկ անցումը։ Այն աշխատանքը, որը նախատեսված էր այդ տարիներին այնտեղ անելու համար, ես արել եմ եւ հասունացել էր պահը, որ ավելի մեծ հանրային, այսինքն քաղաքական գործունեությամբ զբաղվեմ, իսկ դա նաեւ օրվա խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, ինչի պատճառով եւ հետևանքով ես որոշեցի մուտք գործել քաղաքականություն, ստեղծեցի Armenia 2026 շարժումը, որը ժամանակի ընթացքում հասունացավ պահը, որպեսզի վերափոխվի եւ դառնա ավելի իրական քաղաքական միավոր դառնա կուսակցություն, որը անվանվեց հայկական ճանապարհ։ Ինչպիսի կուսակցություն է լինելու, ինչ արժեքների վրա հիմնված։ Իր բնույթով աճ կենտրոնամետ, ինքը հիմնվելու է ուժեղ պետության, այդ ազատ շուկայական հարաբերությունների, բայց ինչու կենտրոնամետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, որում ավելի գործում պետք է միջամտություն կատարի պետությունը եւ դրա համար որոշակի այդ պատճառով նաեւ կենտրոնամետ, բայց իմ բնույթով բովանդակությամբ ես ավելի խիստ աճակողմյան արժեքների կարող եմ, ասում անհրաժեշտությունից ելնելով սոցիալական որոշակի ծրագրեր պատասխանատվություն պետք է պետությունը վերցնի իր վրա, դրա համար մեր կուսակցությունը գործելու է ավելի շատ աճ կենտրոնամետ դաշտում։ Պարոն Մանուկյան, ճիշտ եմ հասկանում, որ հիմնական շեշտադրումը դնելու եք սոցիալական խնդիրների վրա։ Չէ, ասում կանավոր աճակողմյան գործող կուսակցություն լինելու, ինքը հիմնական շեշտադրումը ուժեղ պետության, ազատ շուկայական հարաբերությունների, ազատ շուկայի պետության քիչ ազդեցության մասին է, այսինքն շուկայական հարաբերություններում, բայց ինքը որոշակի առումով ինչու կենտրոնամետ, քանի որ Հայաստանում ասում բազմաթիվ սոցիալական հարցերում պետք է գործում ներդրում ունենա նաև պետությունը, դրանցից հիմնական առողջապահականն է, այդ առումով նաև այդ պատճառով նաև աճ կենտրոնամետ կուսակցություն է, ինքը գործելու ենք այդ դաշտում։ Առողջապահական խնդիրներին իհարկե ավելի ուշ կանդրադառնանք, հատկապես առողջապահության ոլորտում ապահովագրության հարցերին, նախ անդրադառնանք քաղաքական այն պատկերին, որ ստեղծվել է երկրում։ Վաղարշաբաթի ընտրությունների արդյունքները սպասելի էին ձեզ համար։ Իրականում չեմ կարող ասել սպասելի էր, կանխատեսումը չէի կարող ասել ավելի հավանական էր իշխանությունը ախտանակ կտաներ թե ընդդիմությունը, բայց համայնքային ընտրությունները այդպիսի արժեք տալ եւ դա ասոցացնել նաեւ որ դրա պատճառով դրա հետևում է դրանից որ համապետական ընտրություններին հաղթելու են իշխանությունները, իհարկե բացարձակ այդպես չի, ինքը որտեղ նույն մարդիկ ովքեր տվյալ պահին ընտրել են իշխանության տեխնացուին, շատ մեծ հավանականությամբ նաեւ կարող ընտրեն ընդդիմության տեխնացուին համապետական ընտրությունների ժամանակ եւ դա ասոցացնել եւ դրանից հետեւություն անել, որ ամբողջ հանրապետությունում պատկերը այդպես է, իհարկե այդպես չի։ Համայնքային ընտրությունները իհարկե համայնքային ընտրություն են եւ վերջ։ Այսինքն համայնքում մարդիկ ընտրում են կոնկրետ տեխնացուին ոչ թե քաղաքական ուժին, այսինքն Արգիշտի Մեխակյանին ենք ֆեն տվել ոչ թե ԿՊ-ին, դա նկատի ունենք։ Իհարկե, բազմաթիվ դեպքերում, չնայած հիմա մեր օրենքը այնպիսին է, որ առանձին տեխնացուներ չկան, կան քաղաքական ուժերով են մասնակցում, բայց այնուամենայնիվ մարդիկ իրենց հետևությունները անելուց ընտրություն կատարելուց շատ կարևորում են առաջի համարին եւ քանի որ իրենց համենքը ամեն հավանականությամբ կառավարելու են առաջի համարը եւ ընտրություն կատարելուց ասում ավելի շատ մարդուն են ընտրում։ Դրանից ընդհանրապես ասում հետևում ու մենակ են որ իշխանությունը նույնիսկ այդ ուզում է ասոցացնել եւ դրանից հետեւություն են անել որ ինքը 26 թվականի ուրեմն հաղթարելու է ուրեմն նրանց մեջ անինքնավստահություն կա եւ ուղղակի դա ինչ որ մի հատ միջոց է եւս մեկ անգամ իրենց քաղաքական կշիռը բարձրացնելու բայց դա ուղղակի ընդհանրապես համանքային ընտրություններ են որ Հայաստանում բազմաթիվ անգամներ լինում են կամ բազմաթիվ անգամներ էլ ընդդիմադիր տեխնացուներ են հաղթել դե բոլորս գիտենք ինչ է եղել ընդդիմադիր տեխնացուների հետ բայց այնուամենայնիվ դա չպետք է դրանից հետեւություն չի կարելի անել Այդ ընդդիմադիր տեխնացուների նկատմամբ իշխանության հրահանգով իրավապահ համակարգը տարատեսակ մեղադրանքներ է առաջադրում, կալանավորում են, հետո ձերբակալման են տանում հիմնական մասի, նաև նրանց աջակիցներին։ Այսպիսի պայմաններում պատրաստ եք քաղաքական գործունեության կամ ինչպիսի իշխանության կողմից հալածանքների եք պատրաստ դիմակայել։
Ջուրը մտնելուց թրջվելու չպետք է վախենաս, այսինքն հենց դա օրվա պահանջ է, որպեսզի մերպես մարդիկ, այսինքն զբաղվեն քաղաքականությամբ, իսկ քաղաքականություն ասածը որն է, ինքը հանրային ընդհանուրի շահով զբաղվելն է, եւ հիմա մեր առօրական մեր խնդիրն է հասարակության, մեր պետության համար, որպեսզի մտածող մարդիկ ավելի քաղաքականացված լինեն եւ ավելի շատ քաղաքականությամբ զբաղվեն, որովհետեւ մենք դրա պահանջը ունենք։ Եվ ես եթե մեր երկրում ամեն ինչ նորմալ լիներ, ամեն ինչ իր տեղում լիներ, միգուցե իմ նման մարդիկ զբաղվենք մեր ոլորտներով, բայց ստիպված մտել են քաղաքականություն եւ որտեղ մեր համար երկրի բազմաթիվ խնդիրներ մեզ անհանգստացնում են։ Իսկ ասում ջուրը մտնելուց թրջվելու չպետք է վախենաս, ինչ որ կանեն, մենք էլ դրան անպատասխան մեր պատասխանը կտանք։ Իսկ քաղաքական որ ուժերի հետ եք պատրաստ համագործակցել եւ արդյոք կան ուժեր, որոնց հետ կտրականապես հրաժարվելու եք համագործակցել կամ նույն ուղով գնալ։ Կտրականապես պետք է հրաժարվենք համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ եւ նրա մունետիկների կամ այն ուժերի, ովքեր ֆիկտիվ առանձին են հանդիսանում, իրենց հետ կտրականապես, այսինքն ամբողջությամբ այն իմ քաղաքականություն մտնելու գաղափարը զրոյացվում է, եթե համագործակցեմ նրանց հետ։ Իսկ մնացած բոլորի հետ կանխատեսում չեն կարող անել, բայց այս պայմանությամբ ավելի շատ մտադրությունը այնպեսին է, որ ինքնուրույն պետք է մասնակցենք, եթե հնարավորություն լինի, եթե հարմար իրավիճակ առաջանա, միգուցե որոշակի դաշինքներով կամ ավելի մեծ կոնգլոմերատներով մենք մասնակցենք ընտրությանը։ Իսկ երբ որ որոշակի պահի հասկանաք, որ ձեր աջակիցների թիվը կամ հնարավորությունները թույլ չեն տալիս առանձին մասնակցել, պատրաստ եք միանալ ավելի մեծ ուժի։ Քանի որ նորաստեղծ կուսակցություն է, ես քաղաքականությամբ սկսել եմ զբաղվել մոտ 6 ամիս, մենք բազմաթիվ բազմակայլ աշխատանք ունենք անելու։ Այդ աշխատանքը կանենք, ժողովրդին կներկայացնենք մեր գաղափարները, մեր մտքերը, կներկայացնենք մեր անցյալը, քանի որ բազմաթիվ մարդիկ շատ գեղեցիկ խոսում են, ինչ որ նոր գաղափարներ տալիս են, բայց մարդկանց մոտ ուղղակի հավատալի չի, եւ դրա միակ հիմքը, որպեսզի քեզ հավատան, քո անցյալն է, քո անցյալ քայլերը։ Եվ երբ որ գգա կհասնի նախընտրական ժամանակաշրջանը, որ հասկանանք մենք այն հնարավորությունը չունենք եւ մեր մասնակցությամբ միգուցե վնաս կտանք, հաստատ ավելի մի հարմար ֆորմատ գտնենք մասնակցենք, բայց իհարկե նախորդ նման մենք պայման նախորդ չեմ կարող ես վստահ ասել, որ այդպես կլինի, որտեղ լիքը աշխատանք ունենք անելու եւ հուսով եմ, որ այդ աշխատանքի արդյունքում մենք այնպիսի արդյունքների կհասնենք, որ ինքնուրույն կմասնակցենք ընտրություններին։ 2026-ին պլանավորում եք մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Պարոն Մանուկյան, ասացիք, որ աշխատանքներ եք տանելու, բացատրելու եք մարդկանց, ինչ ֆորմատով է դա լինելու, գյուղից գյուղ եք այցելելու, որ խմբի հետ եք ձեր տեսլականով տեսնում այդ համագործակցությունը կամ աշխատանքները, աշխատելու եք Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի հետ, չեք աշխատելու։ Չէ, իհարկե ընտրազանգվածի հետ մենք պետք է մեր ժողովրդի հետ աշխատենք ու ամենաառաջի քայլերը, որ պետք է անենք, բազմաթիվ ավելի ունակ եւ ավելի ուղեղով խնդիր լուծող մարդկանց ներառենք մեր կուսակցության մեջ։ Տեխնոկրատներին նկատի ունեք։ Տեխնոկրատների ավելի այն մարդիկ, ովքեր ավելի անհանգստած են եւ իրենց անցել ճանապարհով ցույց են տալիս, որ կարան ուրիշի համար խնդիրներ լուծեն։ Այս մարդկանց մեր կուսակցության մեջ ներառելով առաջի քայլը։ Երկրորդ քայլը այդ ներառելուց հետո մեր ծրագիրը, իհարկե նախնական ծրագիրը կա մշակված, բայց եւս մեկ անգամ ծրագիրը վերջնական մշակելով մեր նախընտրական ծրագիրը քայլ առ քայլ գնանք առաջ։ Իսկ ծրագրի ամենագլխավոր կետը մեր գաղափարները մեր ժողովրդին հասցնելն է։ Ոստեղ ոչ թե ինքնանպատակ ինչ որ գյուղեր գնալը, նախ շատ կարևոր է նաև Երևանը եւ բնակչության կեսը գրեթե կեսը ապրում է Երևանում։ Եվ երկիրը ընդհանրապես երկրի ղեկավարներ դառնում են մայրաքաղաքով, չանտեսելով մեր գյուղերը, բայց առաջին հերթին հենց Երևանում պետքա բազմաթիվ աշխատանք ունենք անելու, բազմաթիվ խմբերի հետ, երիտասարդների, միջին տարիքի, պետք է մարդկանց հանդիպենք եւ դուր առ դուր մտնելով, յուրաքանչյուր դուրը ծեծելով բացատրենք քայլ համար 1 մեր գաղափարները, քայլ համար 2-ը անընդունելությունը Նիկոլ Փաշինյանին ընտրելու, որովհետև եթե նույնիսկ մարդիկ կան, որ կկասկածեն մեր ազնվության մեջ, իրենց ուղղակի ասվելու է, որ միգուցե չեք ուզում, միգուցե կարող եք մեզ չընտրել, բայց հանկարծ չընտրեք Նիկոլ Փաշինյանին, որովհետև դա ուղղակի մեր պետության կործանումն է, բայց ոչ թե ասվելու է բառերով, այլ կետ առ կետ բացատրվելու է, հիմնավորվելու, ինչի համար ենք մենք այսպես մտածում։ Ինչ վիճակում է հիմա պետությունը, պետք է ներկայացնենք եւ մեր առաջարկը, թե մենք ոնց ենք տեսնում դրա լուծումը։ Մեր գործը այդ է լինելու։ Պարոն Մանուկյան, փորձագետները շեշտում են այն հանգամանքը, որ հենց Երևանը միշտ ընդդիմադիր է եղել, սակայն մարզերում այլ պատկերացում է Հայաստանի իրավիճակի մասին եւ ասում են, որ հենց մարզերում է պետք աշխատել։
Այս մասով ինչ կասեք։ Եթե փորձագետները ինքնավստահ են, որ Երևանը ընդդիմադիր է, ուրեմն ընդդիմությունը էլ մտածելու բան կոպիցը չունի, ուրեմն որովհետև ասում հիմնականում երկրի ղեկավար դառնում են Երևանով։ Այդ շատ երկրներում են այդպես։ Ֆրանսիայի ղեկավար դառնում են Փարիզով, չգիտեմ, այլ երկրների մայրաքաղաքով եւ մեր մոտ ամենագերակշիռ ազդեցություն ընտրությունների վրա ունենալու Երևանը։ Եթե փորձագետները իրականում այդպես են մտածում, ուրեմն ասում ընդդիմությունը մտածելու բան չունի, այսինքն խնդիրը մնում է իրար մեջ թե ով կառավարություն կձևավորի կամ ինչ որ կոալիցիոն կառավարություն կլինի, բայց ես այդպես չեմ կարծում, ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի հետ աշխատելու շատ բան կա, որովհետև իշխանությունը ինքը մի հատ կուր թիմ է ձևավորել եւ ինքը ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Ամենօրյա։ Իհարկե պետք է մենք ճիշտը տեսնենք եւ վստահ որ իրանք կուր թիմ են ձևավորում ծրագրային մակարդակով կետ առ կետ աշխատում են։ Նույն այդ երկրի ղեկավարի ամենօրյա այդ եթերները, չգիտեմ, հանրային կյանքի ինչ որ բաներ ներկայացնելը եւ նրա տեխնոլոգիաների կիրառումը, բազմաթիվ տեխնոլոգիաների կիրառումը, այսինքն ընդդիմությունը որպեսզի կարողանա հաղթի, դրա ալտերնատիվ մեկ ուրիշ ուժեղ կառույց պետք է ստեղծի։ Այլ ընտրանք չկա։ Այդպես այդպիսի ուժեղ կառույց ստեղծելու։ Ես գիտեք ասում բազմից եմ ասել, երբ որ նոր է սկսում քաղաքականության մեջ մտնել նոր կառույցս, մի քիչ կարող է մարդկանց մոտ այդքան լուրջ չթվա, բայց հայտ ենք ներկայացնում լավ աշխատելու ամենակիչ այս փուլում։ Կան հայտ ենք ներկայացնում լավ թիմ ձևավորելու, հայտ ենք ներկայացնում լավ աշխատանք կատարելու, իսկ ուր կհասնենք եւ ինչ իրավիճակ կունենանք Երևան նախընտրական շրջանում եւ այդ շրջանում էլ մենք արդեն վերջնական մեր որոշումը կայացնենք ինչ ֆորմատով մասնակցենք ընտրություններին։ Վաղարշաբաթի ընտրությունների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ վաղարշաբաթցիները հաստատեցին իրենց միակամությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, վեհարանը ազատելու։ Այսօր Հրապարակ օրաթերթը գրում է այն մասին, որ Արշակ Սրբազանի դեմ մեղադրանքներ կան, 3-4 գործի վարույթ կա նրա դեմ եւ ավելին նրան մեղադրում են Գարեգին առաջին կաթողիկոսին թունավորելով սպանելու մեջ։ Այս հակաեկեղեցական արշավը ինչպես եք մեկնաբանում, պատճառը ո՞րն է։ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է եկեղեցուն որպես քաղաքական հակառակորդ, թե այլ խնդիր է դրանով լուծում։ Առաջի հայացքից իրականում այն կառույցները Հայաստանի Հանրապետությունում, որոնք ուժեղ են եւ որոնք մեծ հնարավորություններ ունեն, Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ գնացել է դրանց այդ կառույցները իրեն ենթարկացնելու։ Իսկ եկեղեցին այն կառույցներից է, որը իրեն չի ենթարկվել։ Եվ առաջի հայացքից նման է, որ process է կատարվում, որի արդյունքում փոխելով եկեղեցու ղեկավարին, այսինքն ամեն հայոց կաթողիկոսին, բերի մի մարդու, որ ամբողջությամբ ենթարկվի իրեն, քանի որ մեր եկեղեցունի մեծ ռեսուրս, բայց կա նաև այդտեղ թաքնված բազմաթիվ խնդիրներ, այլ դրդապատճառներ, նույն հարևան պետության կողմից այդ մեր եկեղեցու նկատմամբ ներկայացվող հարցերը, այսինքն եթե մի քիչ շատ խորանանք, միգուցե դրա տեղ նաև այլ ինչ որ պետությունների կողմից դրդված process-ներ նկատենք, բայց նկատի ունեք Ադրբեջանը։ Իհարկե Ադրբեջանը, Թուրքիան, թուրքական աշխարհը, ովքեր որ իրենց բազմաթիվ քայլերով ցույց են տալիս, որ այնուամենայնիվ այդ խաղաղությունը չի հաստատվել եւ մենք իրենց համար հակառակորդ ենք եւ միգուցե նաև իսկ կոնկրետ Ադրբեջանի դեպքում իրաքարոշչության նաև թշնամի ենք մենք իրենց։ Իսկ եկեղեցին պետական մեր պետությանը ամրապնդող, պետությունը պահող կարևորագույն կառույցներից մեկն է, մեր հասարակությանը միասնական դարձնող եւ այդ արշավ այդ եկեղեցու դեմ անկախ իրանք ինչ են ներկայացնում, որ ինքը ոչ թե եկեղեցու դեմ, այլ որոշակի հոգեվորականների, ինքը եւս մեկ անգամ մեր ժողովրդի միասնությունը քանդում է եւ անում է կոպիտ ասած այն ինչ որ ցանկանում է հակառակորդ պետությունը։ Պարոն Մանուկյան, դուք կարող ենք ասել, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիրն եք, արդեն հիմնադիր համաժողովից հետո պարզ կլինի ով է նախագահը եւ այլն, բայց ունեք արտաքին քաղաքականության ձեր տեսլականը։ 1-2 բառով կխնդրեի ներկայացնել, թե Հայաստանի դաշնակիցների դերում որ պետություններն եք տեսնում, հնարավոր նոր միգուցե դաշնակցային հարաբերություններ պետությունների հետ, ընդհանրապես ինչպես եք պատկերացնում արտաքին քաղաքական ռակուրսը։ Ես չեմ զլանում կրկնելուց, որ Հայաստանի Հանրապետության նման պետություններին հնարավորություն չի տրված ուժային կենտրոնների հետ վատ հարաբերություններ ունենալ։
Իսկ ուժային կենտրոնները այդ արևմուտքն է, եթե ընդհանուր արևմուտքը վերցնենք կամ մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպական միություն եւ Ռուսաստանի Դաշնություն եւ այս պայծրությամբ Չինաստան ուժային տվյալ կենտրոններ կան եւ մեր պես պետություններին հնարավորություն չի տրված նրանց հետ վատ լինելու եւ ընդհանրապես մեծ ձեռնատուել չի նրանց հետ վատ լինելը։ Հնարավորության դեպքում պետքա բոլորի հետ հստակ համագործակցել, իսկ տարածաշրջանային ուժային կենտրոնների հետ առավել եւս, քանի որ նրանք տեղում շատ ավելի մեծ ազդեցություններ ունեն եւ հակառակվելու կամ հակադրություններ տեսնելու ընդհանրապես կարիք չեմ տեսնում, առավել եւս ասում ուժային այդ իմ նշած կենտրոնները Հայաստանի Հանրապետության հետ ընդհանրապես ոչ մի գլոբալ խնդիր չունեն։ Ես նման բան չեմ նկատել։ Այսինքն նրանցից ոչ մեկ մեր անկախությանը, մեր կարևորագույն նպատակներին չի սպառնում։ Եվ դրանից ելնելով մենք պետք է բոլորի հետ միանշանակ լավ լինենք, իսկ կամ կամերի քաղաքականություն նույնիսկ չեմ տեսնում իրանց կողմից առաջադրվող, որ այս մեկի հետ հարաբերությունը խոչընդոտում է մյուսին։ Իհարկե արևմուտք Ռուսաստանի Դաշնություն մեծ արճակատում կա, բայց մեր հարցում իրանք միշտ ավելի լոյալ են գտնվել եւ մեզ հնարավորություն տվել բոլորի հետ համագործակցելու եւ հակադրվել կամ որոշակի քաղաքական առաջնորդների կողմից կամ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց կողմից ագրեսիվ հակառուսական կամ հակաինչ-որ արևմուտքի քաղաքականություն տանելը իրականում ձեռնատու չի եւ անլուրջ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականությունը ինչպես եք բնութագրում։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը ղեկավարելով, պետք է ուղղակի գիտակցի կամ ինքը կամ ցանկացած մարդ, որ ապագայում ղեկավարի Հայաստանի Հանրապետությունով, իր քայլերով, իր վերաբերմունքով ոչ թե ինքը վնաս է տալիս իրեն, այլ ընդհանրապես բոլորիս եւ որևէ ինչ որ դե այդ քննարկումը թե ինքը գիտակցաբար է անում այն բոլոր քայլերը, որոնք մեզ տանում են կործանման, թե անգիտակցաբար միշտ կա եւ ինձ թվում է վերջնական դրա պատասխանը իշխանափոխությունից հետո կերևա ինքը գիտակցաբար է անում այդ ամեն ինչը թե չէ, բայց պետք է գիտակցի յուրաքանչյուր մարդ ով ղեկավարում է որևէ կառույց, առավել եւս երկիր, որ իր քայլերի համար պատասխանատու է այդ կառույցի կամ երկրի ժողովուրդը եւ ինչ որ հակառուսական քաղաքականություն տանելով կամ ինչ որ հակա ուրիշ կենտրոնի նկատմամբ ոչ թե անձամբ վնասում է իրան, այլ վնասում է մեր բոլորիս։ Իսկ մենք դրա բազմաթիվ դեպքեր տեսել ենք, ժողովուրդը երևի լավ գիտի, թե իր արած արարքների վերջում ինչեր է ստացվել։ Պարոն Մանուկյան, եթե ենթադրենք դուք իշխանության մաս եք կազմում ընտրությունների արդյունքում, ձեզ համար ընդունելի է Ադրբեջանից գազ կամ նավթ գնելու հեռանկարը։ Ես իմ անձնական, եթե կարծիքն եք ընդունում հարցնում, այս պայծրությամբ իմ համար ընդհանրապես ընկալել չի Ադրբեջանի հետ որևէ հարաբերություն ունենալը, նախկետ համար մեկ, քանի որ դեմ եք խաղաղությանը։ Ես յուրաքանչյուր գիտակից մարդ խաղաղությանը կողմ եմ, բայց ես ասել եմ եւս մեկ անգամ կրկնեմ, մարդիկ պետք է հարցակվող մեր պատերազմները լինում են երկու տեսակի՝ հարցակողական եւ պաշտպանողական բնույթի։ Պաշտպանողական բնույթի պատերազմներից յուրաքանչյուր եթե որևէ պետություն խուսափում է, ինքը կորցնում է այդ պետությունը։ Այսինքն մենք ժողովրդին այդ թեզերը տարածելով խաղաղություն եւ ամեն գնով պատերազմից խուսափել, մենք ուղղակի անուղղակիորեն ժողովրդին զրկում ենք, պետությանը զրկում ենք իմունիտետից, որը բերելու է նրան, որ ցանկացած մի հատ առճակատման դեպքում, այդ պատերազմական process-ի դեպքում մենք որոշակի տարածքներ են կորցնելու, իսկ ավելի լայն իմաստով նաեւ հնարավոր է ամբողջ երկիրը կորցնենք մեր անկախությունը եւ պաշտպանողական բնույթի պատերազմներից ես դեմ չեմ կարող լինել։ Այսինքն ով որ եթե որևէ երկիր ոտնձգություն կունենա մեր երկրի նկատմամբ, մենք պետք է պատերազմենք ու խիստ վտանգավոր թեզեր են ժողովրդի նման, այդ գիտեք ինչի է նման ժողովրդին ծուլություն ենք սովորացնում, որովհետև պատերազմի պատրաստվել, պատերազմել, ինքը դժվար process-ներ են եւ մեզանից յուրաքանչյուրի ջանք է պահանջում, ջանք եւ եռանդ եւ ավելի շատ աշխատանք, ավելի շատ գումարի ծախսել։ Եվ եթե մենք ժողովրդին առաջարկում ես ծուլություն, ասում ես պատերազմենք չենք, պատերազմի մենք չենք ուզում պատերազմենք, չպետք է պատերազմենք, այդ իհարկե առաջի այսքից բոլորի համար ընկալելի է, այսինքն քիչ աշխատենք, ավելի ռիսկերի չգնանք, բայց պետություն ունենալու միակ ճանապարհն է դա։ Ամենահզոր պետությունները անդադ պատրաստ են լինում պատերազմները, որտեղ մարդկային բնույթն է այդպես, մարդկային տեսակն է այդպես։ Աշխարհում եթե մարդկանց մոտ պատերազմները երբեք չեն եղել, քանի կա մարդը միշտ եղել է պատերազմներ, միշտ լինելու են, երբեք չի եղել, որ պատերազմներ չլինեն։ Եվ ասում ժողովրդին պետք չի իմունիտետից զրկել։
եւ նման թեզեր տարածելով ինքը հարցված ոչ անի վաղը չեմ սոր երբ որ մի հատ խնդիր լինի ինքը մենք ամբողջությամբ միանգամից հանձնվելու ենք եւ անպաշտպան ենք անկախ նրանից նույնիսկ բանակում ինչ զենքեր կան որտեվ պատերազմի համար մի քանի կարևոր գործոներ կան նախ հասարակության միասնականությունը հասարակության պատրաստ լինելը պատերազմելու մոտ փոքր գործողության ժամանակ լրիվ այսինքն բանակը ինչքան էլ պատրաստ է եթե հասարակությունը պատրաստ չի բանակը չի կանել լուրջ խնդիրներ լուծել եւ դրա համար ես ոչ թե խաղաղությանն եմ դեմ ես խաղաղությանը կողմ եմ բայց ես պաշտպանողական բնույթի բոլոր պատերազմներին պետք է մենք մասնակցենք ու հաղթող դուրս գանք Պարոն Մանուկյան, խոսենք ձեր մասնագիտական ոլորտի խնդիրներից։ Տիկին Ավանեսյանի շնորհիվ կամ պատճառով դա ավելի ուշ հայտնի կդառնա երկրում ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգ։ Սա լավ լուր է, թե մտահոգվելու առիթ ունենք։ Ընդհանրապես պարտադիր ապահովագրությունը շատ կարևոր ռեֆորմ է, որը պետք է այն պետությունն որտեղ չկա, պետք է շատ արագ արվի։ Մեր պետությունը դրանցից այդ պետություններից մեկն է եւ առողջապահության կարևորագույն առողջապահությունը զարգացնելու, զարգ տալու հաջորդ կարևորագույն քայլը հենց առողջապահության ապահովագրության, համընդհանուր ապահովագրության ներդրումն է։ Բայց դրա համար պետք են բազմաթիվ նախապայմաններ։ Իսկ ամենաառաջին եւ ակներև նախապայմաններն է, որ պետք է առողջապահության ոլորտում ստվերային շրջանառություն եւ ատկատների մեխանիզմը չլինի։ Իսկ մեր առողջապահություն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ստվերից հանել են, ամեն ինչ լավ է։ Գիտեք, մենք բոլորով կարանք հավաքվենք եւ անդադ ասենք, որ չկա ստվերային շրջանառություն, բայց ժողովուրդը լսում է, չէ՞ մեզ։ Այսինքն այդ ստվերային շրջանառության կարևոր մասնիկներից մեկը այն ժողովուրդն է, ինքը երբ որ առավոտյան գնում է որևէ բուժհաստատություն, բայց շատ բացառիկ բուժհաստատություններ կան, որտեղ ստվերային շրջանառությունը չկա կամ գրեթե չկա։ Մնացած ես վստահ ասում եմ 90% Հայաստանի Հանրապետություն բուժհաստատությունում ստվերային շրջանառությունը վխտում է։ Իսկ նաև վխտում է ատկատային համակարգը։ Իհարկե կարող է ժողովուրդը դրա մասին որոշակի լսել է, բայց որ անձամբ չգիտի, բայց բժիշկներն էլ գիտեն։ Եվ այդ ինչքան էլ մենք ջայլամի քաղաքականություն վարենք եւ ասենք որ չկա, մարդիկ առօրյա շփվում են, ովքեր որ առողջական խնդիրներ են, շփվում են եւ տեսնում են։ Դրա համար առողջապահության ապահովագրություն ներդնելուց առաջ պետք է այդ վատ երևույթները վերացնես։ Եթե չես վերացնում այդ երևույթները, իմաստը զրկվում է, որտեվ առողջապահության համընդհանուր ապահովագրության իմաստը նկայանում է նրանում, որ մարդ պետք է ցանկացած խնդրի դեպքում, երբ որ կարիք է լինում հիվանդանոց այցելելու եւ որոշակի ծառայություններ ստանալու, ինքը պետք է այդ բային վճար չկատարի։ Այսինքն այդ պայծությամբ իր համար դա անվճար է։ Իսկ ինչքանով է անվճար, կամ ինքը նախորոք է դրա համար վճարում, կամ պետությունն է որոշակի խմբերի համար վճարում։ Այդ նորմալ process է, հենց տրամաբանությունն է առողջապահության համընդհանուր ապահովագրության, բայց եթե դու արդեն ստվերային շրջանառություն կա, դու պետք է արդեն գումարներ վճարես արձեռն եւ գործում է բազմաթիվ ատկատային համակարգեր, իհարկե դա արդեն ոչ մի ձև ընկալելի չի եւ արդեն այդ ամբողջ այդ կարևորագույն ռեֆորմը ամբողջությամբ աղավաղվելու է։ Եվ առաջնային քայլ պետք է այդ ամեն ինչը վերացվի, նոր հաջորդ քայլը կատարվի այն ներդրումը, որը շատ խիստ անհրաժեշտ է եւ մեկ օր շուտ պետք է իրականում կատարվի։ Եթե կներեք, որ իշխանությունը որ կատարի, իրականում շատ լավ է ու պետք է ասում չսպասենք իշխանափոխություն, եթե այս իշխանությունը կարում է կատարի, մենք երկու ձեռքով կողմ ենք, դու միանգամից կատարի, որտեվ արտագաղթի պատճառներից նաև մեկը Հայաստանի Հանրապետությունում սպասվելիք կամ եղած արկա առողջապահական ծախսերն են։ Այսինքն հավելյալ հարկային բեռ է դրվում քաղաքացու վրա։ Ապահովագրության այլ տարբերակ չկա, ապահովագրությունը ինչում կանխավճարային համակարգ է, ասում որոշ մարդիկ իրենք են վճարելու, որոշ մարդկանց փոխարեն վճարելու է պետությունը։ Հավելել վճարումները իհարկե պետք է կատարեն։ Ես չեմ այս ապահովագրության մասին է։ Որոշակի վճարներ պետք է կատարվի ամսական կտրվածքով, բայց իրականում դա այնպես չի որ վատ է, այդ ամբողջ աշխարհի փորձն է, պետք է կատարենք, որովհետեւ մենք ունենանք մենք նախորոք վճարում ենք, որ Աստված ոչանի խնդրի դեպքում մենք մեծ ծախսերի առաջ չկանգնենք, բայց ասում ստեղ խնդիրը ուրիշ տեղ է մեր որ այնտեղ է որ ինքը առանց այն էլ արդեն մարդիկ եթե կա ստվերային շրջանառություն, այն միտքը որ պետքա տվյալ բան վճարում չկատարես, իհարկե ծառայության համար չես վճարում, ստվերային շրջանառություն կա եւ վճարում ես ուրիշ բաների համար։ Այսինքն քաղաքացին ոչ միայն վճարում է առողջության համապարփակ ապահովագրության իրենից սպասված գումարը, այլև առողջական հաստատությունում վճարում է գումար բուժ սպասարկման համար, հավելյալ գումարներ։ Ճիշտ եմ հասկանում, դա եք նկատում։ Ես ոչ թե դա նկատի ունեմ, այլ ուղիղ ասում եմ։
Հիմա մեր ժողովուրդը մեզ լսում է, չէ՞, լսում է, լսելու է։ Ավելի բարձ ասենք, որպեսզի մարդիկ լսում է, լսելու է։ Իրանք իրancs մեջ գիտեն, հիմա ես իրական ճիշտ եմ ասում, թե սխալ եմ ասում, որտեղ ովքեր որ շփվում են, ովքեր որ հասկանալու լեզու բացառ իրանք գիտեն։ Ես ասում այն ինչ որ իրանք արդեն գիտեն։ Ես այդ եմ ասում։ Այսինքն ովքեր որ առողջապահության հիմնարկները շփվում են, գիտեն, չէ՞, որ բազմաթիվ հիմնարկներում կա ստվերային շրջանառություն։ Իսկ Տիկին Նավանեսյանը գիտի այդ մասին, միգուցե չգիտի դրա համար։ Ես չեմ կարող ասել, իրականում ասում եմ, բայց ամեն դեպս ես նաև հուշում եմ իրենց, որ առողջապահության ապահովագրությունը ներդնելուց առաջ խիստ պայքար են այդ երևույթների դեմ։ Այսինքն ստվերային շրջանառություն ատկատ է դառնալու, այլ իմաստազրկվում է եւ այդ ատկատների մեխանիզմը։ Իսկ այդ ամեն ինչով այդ երկու վատ երևույթներով առողջապահության համակարգում վխտում է հիմա։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօրվա իմ զրուցակիցն էր Armenia 2026 նախաձեռնության ղեկավար Նարեկ Մանուկյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։